Ատոմակայանի հետ կապված նոր ատոմակայանի կառուցման հետ կապված կարող եք հստակություններ ասել, թե որ հայտնի որ Հայաստանի արտգործնախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումից հետո նաև խոսվեց միջուկային համագործակցության մասին, արդյոք դա ենթադրում է, որ Միացյալ Նահանգներն է մոդուլային ատոմակայանները կառուցելու, երկաթուղու հետ կապված վարչապետը նախորդ ասուլիսի տեղեկացրեց, որ Ռուսաստանից դրական ազդակներ կան հայտնի հատվածները Իջևանի և Ահուրիկի վերականգնելու արդյոք վերջնական որոշում կա Ռուսաստանի հետ թե ոչ, և պարոն Խուդատյան Քապսի ճանապարհի շինարարությունը ցավեց, որովհետև կառավարությունը պետությունը կառուցապատողի չինական ընկերության, որը չէր կարողացել շինաշխատանքներ իրականացնել, դա հիշեցնեմ Հայաստան կառավարության ֆինանսավորման և գերմանական KfW բանկի միջոցներով է կապվում, այս մասով ինչ նորություն է, արդյոք արդեն որ մրցույթ կա, որ ընկերություն կա և ինչ ժամկետների շինարարությունը կարող է 21-26 թվականի կառավարության ծրագրով Հայաստանում խոստացել եք կառավարությունը 15 ճանապարհ կառուցել, բայց դեռ մեկ է կառուցված 6 ճանապարհ։ Նախ շնորհակալ եմ հարցի համար, ես տարվա որպես ամենակարևոր շինարարական օբյեկտ ավարտել ենք Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքները, ինչը իր ծավալներով աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Եթե անդրադառնամ Կապսի ջրամբարի մասով, մենք Կապսի ջրամբարի կապալառու ընկերությանը ընտրել ենք մրցութային ընթացակարգով եւ հետեւաբար խնդիրը կապված է նաեւ կապալառու ընկերության հետ, իրենք օրացային գրաֆիկից զգալի շեղումներով են այդ աշխատանքները իրականացրել, որոշում են կայացրել խզել, վերանայել նախագիծը, նկատի ունեմ այն հատվածը, որը իրականացվել է դուրս կգա նախագծից, առաջիկայում մրցութային կարգով կընտրենք այլ կապալառու ընկերություն եւ հետեւաբար նախագծի վերանայումից հետո կկարողանամ ժամկետների մասին հստակ ասել։ Հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն է ստացել 5 ջրամբարների կառուցման աշխատանքները, դրանց մասով նախագծերը կան, առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները եւ որոշակի ժամկետի խախտումներով, բայց ջրամբարաշինական մեր աշխատանքները ընթացքի մեջ են լինելու եւ 2026 թվականին բազմաթիվ աշխատանքներ պլանավորված է իրականացնել շինարարական աշխատանքների մեկնարկ տալ, վստահ եմ, որ նաեւ Կապսի շարունակությունը կհասցնենք արդեն մեկնարկել 2026 թվականի ընթացքում։ Ինչ վերաբերվում է Տեսեք, ես կուզեմ հետևյալ արձանագրումը անել, որ մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով եւ հետեւաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը եւ մասնավորապես Կապսի ջրամբարը կապված է կապալառու ընկերության թերացումներով պայմանավորված է։ Ինչ վերաբերվում է երկաթուղու մասով, մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ինչ վերաբերում է նոր ատոմականի ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք ելի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաեւ գործողությունները ելի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք եւ ակնկալում ենք, որ չենք էլ ունենա եւ վերջնական որոշում կունենանք այդ մասով, բայց դեռ վերջնական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է նոր ատոմականի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմականի տիպը պիտի լինի մոդուլային, մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի եւ Կորեայի եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպեսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կապված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների համակարգը որպես այդպեսին լայն տարածված չի եղել նախկինում եւ լրացիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը եւ մենք անում ենք։ Շնորհակալ